Այլույցից հույրեր և եղբայրներ, աղոտքով մասու առաջնորդությունը խտրենք իր խոսքին համար։ Դեր շնորհակալ ենք քեզի դերունական այս օրվան համար, որ մեզ կյանք տալով քո ներկայության տվակեցիր։ Գաղութենք ով Հայր, որ այսօր քո խոսքդ օրհնություն դարձնես մեզ մեկուն, մեր հոգիներով դեր անոթի և ծարավ են քո խոսքերուդ։ Եկած ենք որդուն լեցնես անոնք, որովհետև ով դեր կարող լանք ու պարքիդ համար ապրիլ ու քեզ բարավորել։ Միածին որդուդ Հիսուս Քրիստոսի անունով խնդրենք և քո պարքիդ համար։ Ամեն։ Սիրելիներ, մեր այսօրվա նույնը բիդլա հետևյալը թե ինչպես Աստված կպաշտպանե քեզ չսիրողներեն։ Սիրելիներ, վերքեր կան, որոնք չեն արյունիր, հարվածներ կան, որոնք չեն կար օդարները, ցավեր կան, լուր, բաղ և խորունկ, որոնք միայն ընտանիք մգրնապատճառ են։ Մանավանդ քո ընտանիքդ, որը պատճառ կլա ոնց, երբեք նայած ես մեկումը աչքերուն, որ քո արյանդ շարավիղեն է, և զգացած ես, որ սիրված չես, ընդունված չես երևիր, և այդ զգացումը, որ տուն դժվար կուզես պահել, ձայն հավատքի և ներումի տակ։ Ճիշտ հոն է տեղը, ուր Աստված կուզե շարժիլ։ Երբ Աստված կուզե հեռացնել քեզ ընտանիքի անդամներեն, այդ միշտ չի նշանակեր բադիժմը քեզի համար, այդ գրնալալ աստվածային կորզնական պաշտպանությունը քեզի համար։ Գախնի պատնեշը տնելու ձեր միջև, որդուն չուզեցիր ձայն։ Եվ սակայն որպես հուսահատության արդյունքը պետք եղավ այդ ընելու։ Փակ միջոցը, որ քո ընդրությամբ չեղավ, բայց աստվածային իմաստությամբ, որը կտեսնես սիրտերը, որոնք դու չես գրնալ տեսնել, ուրեմն հոս պիտի անդրադառնանք այն ճշմարտություններուն, որոնց մասին շատ քիչեր գամարցագին խոսիլ։ Թե ինչու Աստված գարդոն է ընտանիքեմը բաժանումը, ինչ է նպատակը այս տեսակ լրության ետին բահված հեռավորությանը և մերժումին, և ավելի կարևորը, թե արդյոք գրնալալ, որ այդ ցավալի հեռավորությունը աստվածային առաջնորդությունը լա, քո կյանքի համար անկասկած հոն պետք է որ լա գախնի բահված լրությունը, հոգևորապես ինգած և գոդրված ընտանիքի մգաբի մեջ։ Եվ այսօր զայն թուն պիտի հայտնաբերես, այս միայն տասմը չէ, հաբա հայտնությունը, որով մեկը գրնա թարմանել իր վերքերը, որոնց մասին դայավին մարդ խոսած չէ, որոնք նաև գրնան հստակությունը առաջ բերել շփոթ վիճակի մասին, որ թուն դարիների վեր կգրես։ Այսօր պիտի քալենք Աստուծո հետ այս ճամփան այցելելով գալքմը աստեցիկ պատմություններու ու համարներու և գեցվածքներու, որոնք ցույց կտան թե Աստված ինչպես կգործե, երբ տուն իսկապես սիրված չես։ Անոնցմե, որոնք պետք է որ ամենաշատը սիրեին քեզ։ Ու դերևս մտածես թե անոնցմե քու ունեցած հեռավորությունդ քու սխալը է, սակայն պիտի տեսնես թե գարքմը
աստվածային սևեր որտեգրված են նոր դեսագի առաջնորդության համար, որոնք լրելյան իրենց կորդն են դեսած կեզ համար, սրպագյաց կյանքը ապրելու, ապահովելու համար, որովհետև ինչ որ պիտի լսես, Աստված ինքն է որ պիտի խոսի ուղղակի քեզի, որպես ասես, ով Աստված, շնորհակալ եմ զիս պաշտպանելու համար, նույնիսկ երբ չեմ հասկնար այդ, որ ցույց պիտի դա քու հոգևոր հասունությունդ, որը պիտի նշանակե քու պատրաստ լալդ բժշկություն ստանալու եւ նաեւ իմաստություն դերոճմեն։ Լսելով այս Աստծո օգնության ցայնը, մանավանդ երբ որևէ պատճառով զրկված ես եկեղեցի մաճախելու մենաշնորեն, մեր խոսքերը չսկսած պետք է գիտնաս թե հաջորդող խոսքերը խաղաղությունը պիտի վերահաստատեն, գրնան անոնք բալասխանը լալ, որ տուն արդյունքներով կհարցնեիր Աստծմե, ուստի համբերությամբ լսե, թե ինչպես Հովսեփի պատմությունը սկսավ բադմուջանոմը ու վերջացավ թակովմը։ Սակայն այս երկու վիճակներում մեջտեղ գար մութ ծորմը, որը վճարվեցավ մերժումով, նախանցով, անդեսումով եւ իր հարազատներուն հերավորությամբ։ Չեր անդեսված իր թշնամիներեն, սակայն զախված էր իր հարազատ եղբայրներեն, որոնց ամենաշատ պաշտպանությունն էր, որ պետք էր որ վայելեր, զայն նետեցին խորում փոսի մեջ, ուրգից անոնց անունները դալով աղաղագեց, որ զինք դուրս բերեն, զրեցան ու նայեցան վար եւ սակայն թողուցին ու հեռացան։ Իսկ եթե ասեմ քեզի, թե այդ փոսը իր վերջավորությունը չէր, հաբա սկիզբը, եւ ինչ բան էր, որ Աստված արդոնեց բաժանում Հովսեփին իր եղբայրներեն, որովհետև անոնց սերը իսկական սերմը չէր, հաբա մրցակցությունը, նախանցը ու իրենց կամքին հպատակեցնելու փափակը քողարկված ծևավորված էր անոնց մեջ։ Մոդիգությունը գրնականթել քեզի, անմիշտ չպաշտպաներ քեզի իր հրեշտակային բազուկներով, երբեմն անկեզ կպաշտպանե հերացնելով քեզ մե մարդիկ, Հովսեփ երազներ ունեցավ, աստվածադուր երազներ, սակայն այդ երազները դեղ չունեցան այդ տանը մեջ, ուր նախանցը ավելի բարձր ցայն ուներ, քան սերը, ուստի Աստված դավաճանություն արդոնեց, ան մերժում արդոնեց, որովհետև Հովսեփ այդ մթնոլորտի մեջ գեցած էր, անոր երազը պետք էր որ մեռներ, յանքիդ մեջ գրնանը լալ մարդիկ, նույնիսկ շատ մոդիկ ծանոթներ, որոնց ներկայությունը քեզի համար իրապես փանդ մը գտարնա, ու գաղութես հաշտության համար, սակայն Աստված վերացումը, փաստացումը կպատրաստե քեզի համար, Աստծո ծրագրի մեջ եղած բաժանումը երբեմն պաշտպանություն է։ Հետևյալը նկատի առ, թե երբ Հովսեփ իշխանության գլուխը անցավ, Եգիպտոսի մեջ ան եղավ ամենակարևոր ցերկը բրգելու իր եղբայրները, որոնք դավաճանեցին զինքը։ Սակայն հոս է գաղտնիքը, որ Աստված զիրենք չմիացուց, մինչև որ Հովսեփ բավական զորավոր լար ու նաև իր ծավերեն ավելի բարձր լար։ Վերամիացումը չեղավ փոսի մեջ, հաբա բալադին մեջ։ Բժշկությունը չի պատահիր
թավաջանության վարգյանին, հաբա բժշկությունը գբադայի փոխագերբութենե վերջ միայն։ Փոխագերբությունը հաջող պետք ունի մեգուսացման։ Եթե Հովսեփ մոդը մնար իր եղբայրներուն, անմիայն գաղված բիդ մնար չարչրանքի և վրդովումի հարադև թարցող շրջանագի մեջ։ Դախանցը ծերնձալ գմնա, սակայն Աստված ավելի բարձր բան ունի վերաբահած։ Ձեզ մի ոմանք հարց կտան թե ինչու իրենք հերու են իրենց ազգականներեն, ինչու այդ խորաքույրը, այդ զարմիկը, այդ ծնողքը գմերժե խոսիլ քեզի, ինչու դոները գնմանին լուր գրվաթաշտերու, սավ գսկաս հաջանումի համար, սակայն Աստված գհրճագե քու բահբանությունըտ, տուն այս վերքմը գդեսնես, սակայն Աստված զայն գնգադե նոր յանքիմը առաջնորդող միջոցմը, որ քու մեջդ ծնունդ բիդի դա Աստվածածուր նոր սկիզբիմը։ Հովսեփ սորբեցավ, որ բարիքը անամացայնություն հարաճ կբերե, և ուր որ անամացայնություն գա ընտանիքի մեջ, Աստված հաջող մեկտի կքաշվի հոնգե։ Իր ընդրածը, տուն լքված բիդի չլաս, հաբա պաշտպանված։ Քու մերժումիդ շրջանը աստվածային ուղղություն մնե, ուրեմն տուն քեզի հարց դուր թե Աստված երբ հերու է քեզ մե, ինչու իր կուտը իքորց պիտի տնե քեզի համար։ Մատթեոսի ավետարանին 13-րդ գլխում մեջ ցնցիչ թեփը բադայեցավ։ Հիսուս կքարոզեր ժողովրդին և սենյակը լեցուն էր, մթնոլորտը լեցված էր Աստծո ներկայությամբ, հանգարց մեկը լուր մգուտա Հիսուսի թե քու մայրդ և եղբայրներդ դուրսն են, ուզեն քեզի հետ խոսիլ։ Սիրելիներ, որևէ մեկը ժողովուրդը մեկտի պիտի տներ, որպեսզի խոսեր իր մորը ու եղբայրներուն հետ, սակայն Հիսուս կդառնա ժողովրդին ու հայտարարություն մգնե, որը ընտանիքի մը հասկացողության մեկնությունը հավիդյան գբոխ է, անցույց տալով իր աշակերտները գսե թե ասոնք են իմ մայրս ու իմ եղբայրներս, և անոնք, որոնք իմ հորս կամքը կգադարեն։ Մատթեոս 42-49-50 համարները։ Թող որ Հիսուսի խորիմաստ հայտարարությունը քեզ մղե նախ սիրելու այն մարդիկը, որոնք ունի սեր Աստծո խոսքին հանդեպ։ Հիսուսի այս հայտարարությունը ցույց կտա քեզի թե արյանը գաբը չի սահմաներ սերը, հաբա հավատարմությունը ու Աստծո հանդեպ հնազանդությունը, որը նոր հայտնությամբ դուրը կբանա։ Հիսուս չեր մերժեր իր գենսապանական ընտանիքը, ներկա եղող ամփոխին, սակայն գփոխե սահմանումը ընտանիքին, ան նոր հոգևոր ճշմարտություն մգահիտնե իր աշակերտներուն, ասելով, թե անոնք, որոնք իմ երկնավոր հորս կամքը կգադարեն, իմ եղբայրս, քույրս և մայրս են։ Սիրելիներ, երբեմն արյունով քեզի շատ մոտ եղողները ամենահերունն են քեզի, քու աստվածային նպատակետ և խոսեց սավալի իրականությունը թե ոչ թե ամեն ոք, որ քու մագանունըտ կգրե, մասնագից կլա քեզի, երբեմն Աստված մարդիկը կհերացնե քեզ մե ու ինք կկալե հետդ ուր որ երթաս, որովհետև սերմը առանց հոգևոր հասկացողության քեզ հոգեպես կնսմացնե։
Նույնիսկ Հիսուս երբեմն պետք է զգաց առանցին ընկալելու, ան նաև ներքին դակնապները անցավ, վարգյաններ ունեցավ, որ իր հարազատ եղբայրները չհավատացին իրեն, Հովաննու 7:5-ին մեջ, ուրեմն ինչու զարմանաս, թե ձանոթները սխալ կհասկնան քեզի, եւ թե ինչու ես կդրած լրությունը, հերավորությունը ու բացակայությունը, մինչ Հիսուս ինքն էլ ունեցավ այդ փորձառությունը։ Մատթեոսի այս բաժնի մեջ Հիսուս սահմաններ չի գծեր, այդ աստվածային հատակագիծ մներ քեզի համար, որովհետև եղանակներ բիդլան կյանքի ընթացքին, երբ դուրսը ժողովուրդը, անոնք որոնք քու արյանը մասնագից կդառնան, պիտի չհավատան քու կյանքիդ իսկական նպատակը թե ինչ է։ Քոնե որ Աստված պիտի բանջի քեզ մե, որ ընտրություն ունես, դուրսի զարգին պատասխան դուր եւ գամ ներկայության մեջ կեցիր։ Հիսուս ընտրեց ներկայությունը, երբեմն Աստված ընտրելը կնշանակե ցկել ու քալել, անոնց որոնց քեզ չեն ուզեր։ Այդ չի նշանակեր թե թուն կյանք կառնես զիրենք սիրելե եւ գամ զիրենք անարգել, այդ կնշանակե թե թուն գվստահիս Աստուծո իմաստությանը, որ թողուդա, որբեսի արգելքներդ մեկտի տրվին, որբեսի քեզ շրջապատե անոնցմով, որոնք իր հավատքի մեջ պետք է մնան։ Պիտի քալեն քեզի հետ, շատեր լարուփերված կսկան ընտանեկան հավատարմության եւ հոգեվոր նպատակի հետապնդման մեջ։ Սակայն Հիսուս պիտի հստակացնե եւ ամեն բան ցույց պիտի տա քեզի ադենին։ Փաբե որ ինքզինքդ գիտնաս, ոչ թե ամեն քեզ մեծնողը պիտի քալի հետդ, ոչ թե ամեն ոք որ կփաջդեկցի քու բացմությունդ պիտի մասնակցի քու մտածած տեղդ երթալու, թող դուր որ Աստված որոշե թե ով պիտի լա այն անձը որ քեզի հետ նույն սենյակի մեջ պիտի մնա, ու երբ Աստված թուրդ կկոչե մեգումը վրա, այդ չի նշանակեր թե մերժես այն, հաբա վերստին սկսիլ է այդ անկու դգար ցերկերդ վեր պիտի բռնե։ Նոր ընտանիք մգա, որ Աստված զայն կպատրաստե քեզի, հոգևոր ընտանիք մը, որը կսկսի այն ադեն, երբ գիտակցիս թե ինչ Հիսուս իրագալացնե քեզի համար։ Իսկական ընտանիքը շինված կլա հավատքի վրա, ոչ թե մարմնի։ Երբ Աստված խոսեցավ Աբրահամի առաջին անգամ, նախքան անոր ասկերուն հայրը լալը, նախքան խոստումներ դալը, ու նախքան ուխտերը ընելը, անդվավ անոր հրահանգմը, ծնծիչ հրահանգմը իր բարձության մեջ եւ սակայն ծանր իր կորզածության մեջ։ Քնասավ քու երկրետ, քու ժողովուրդետ եւ քու հորդ դունեն, այն երգիրը որ քեզի ցույց պիտի դամ, Ձլնտոց 12:1, ուշադիր եղեք Աստծո խոսքին, թե ոչ թե միայն ցկե երգիրդ, ոչ թե միայն ցկե ժողովուրդդ, հաբա նաև հորդ դունը, այս խոսքը գրնա հոգիդ ընջել, որովհետև ինչ որ պիտի լա, Աստվածային առաջին խոսքը քեզի, թե նույնիսկ ցկես այն դեղը, ուր տուն սրդանց կապված ես։ Եվ որովհետեւ Աբրահամ բոլոր ասկերուն հայր, հարգեր որ ցկեր հորդունը եւ հերանար։ Ցեզ մե ովանք կբայքարին Աստվածային այս բաժանման հրանքին ոգևորմանը վրա։ Զանգը համարեն ըմպոստություն եւ ցախողություն, բայց դերևս Աստված է որ քեզ գանչե, որ դուրս ելես Աբրահամի պես,
ոչ թե փարգության վիճակետուրս, հաբա հանգիստ եւ աբահով մթնոլորտե մտուրս։ Սակայն Աբրահամի հնազանդությունն էր Աստծո հրամանին, որ գոդրեց շղթան ու գղբանկը ու բացավ թուրը խոստումներու իրականացման։ Սակայն միայն երբ անցկեց ամեն ինչ ու հեռացավ հորը դունեն, այն ադեն է, որ Աստված իր գադարյալ ծրագիրը հայտնեց անոր, ասելով քեզի մեծ ազգ մը պիտի անեմ ու քեզ պիտի օրհնեմ եւ քո անունդ պիտի մեծնեմ եւ օրհնություն պիտի դառնաս։ Ծնունդոց 12:2 Ուշացիրը լանք թե օգնությունը եկավ բաժանումեն վերջ միայն սիրելիներ պետք է գիտնանք թե կան մարդիկ նույնիսկ ընտանիքի անդամներ որոնք կապված են քու անցյալիդ սակայն չեն հարմարիր քու աբակայիդ համար անոնք չեն ադեր քեզ սակայն անոնք չեն հավատար թե Աստված ինչ կնե ներկայիս քու մեջդ անոնք կսեն թե կսիրեն քեզ սակայն կարող չեն քու նոր ընթացքդ ընդունել որ հայտնի երևի Աստված Աբրահամի սա որ երթա ոչ թե անոր համար որ իր հայրը չար էր բայց որովհետև իր հորը դանը մթնոլորտը չեր գնալ այս տարողությամբ Աստվածային գանչը ճիշտ ձևով բացատրել սիրելիներ երբեմն մտերմությունը հավատքին թշնամին է երբ Աստված կուզե նոր բան մնել քու կյանքիդ մեջ անհին սովորություններ կգտրե մեջդ առաջ առանցին սկաս սխալ հասկացված սկաս բայց գիտիր որ տուն չես բաժբիր հաբա նոր քիրքի մդեր դառնալու գանչվիս ճիշտ Աբրահամին բես տուն գհրավիրվիս ջամփորտությամը ուր քու ինքնությունդ այլևս կապված չլար քու մանկությանդ հաբա քեզ գանչողին անունովը միայն քեզ գանչողին անունը ավելի մեծ է քան քու ընտանիքիդ անունը Աստված միայն օրհնել չուզեց Աբրահամը այլ նաև ուզեց մեջտեղ բերել նոր մարդը իր միջոցներով սակայն այդ նոր մարդը պետք ուներ նոր միջավայրիմը չես գնալ երթալ այն երգիրը որ քեզի ցույց պիտի դամ սեդերը երբ տագավին հոգեբես կապված ես այն դանը որ մեր դուրս պիտի կաս ուրեմն մի բայկարիր հերավորություններու համար ու մի սքար երկար լրությունը երբ հավատքի առաջին քայլը գարնես հոնգե հերանալովդ Աբրահամ հնազանդեցավ Աստծո եւ ցկեց իր հորը դունը բայց նաեւ անրավ քննադատական բացարիք կորձմը անհետ բերավ Ղովդը իր եղբորորդին որ Աստծո Աբրահամի դված դերակցություններու մեջ երբեք բաժին չուներ Ղովդ խոստումներու մեջ երբեք բաժին չուներ սակայն Ղովդի հետ Աբրահամի ունեցած հարաբերությունը թող չի դվա որ լկե զինքը ու հերանա եւ այդ որոշումը մեծ թերություն եղավ Աբրահամի ամեն ինչի մեջ սկիզբը այդ անվնաս երևցավ ընտանիքի անդամ էր զարմիկ էր մեկն էր որ Աբրահամ ուզեր պատասխանատու լալ կամ սկալ անոր համար սակայն միջ կջամփորդեին անամացայնություն առաջ եկավ հոդերը մեծան հարստությունը լայնցավ ու հանգած երգիրը ուր գաբրեին հավարար չեր իրենց համար ծննդոց 16:6 հետևյալը է սակայն երգիրը կարող չեղավ ընդունելու երկուքին
Աբրահամի եւ Ովդի այլևս կարող չեղան մնալու միասին հոս է հոգևոր ճշմարտությունը թե երթուն գնգերանաս մարդոց որոնք Աստուծո ծրագրի մեջ չեն ամեն բան սկսի մտակնիլ շրջապատիտ մեջ եկամուտները գճորնան խաղաղությունը գդշկունի վեճերը գծակին որովհետև աստվածային խոստումները ծրագրված երբեք պիտի չլան որբեսի զորավիկ կանգնին անհնազանդությամբ կազմված միության համար Ձեզ մոմովամը հարադև վեճերու մեջ եք ոչ թե անոր համար որ թուն սխալ բան մգնես բայց որովհետև թուն գկարես մեգում է հետ որ այլևս հոմբեք չէ որ լա Հաջախ այդ անձը ընտանիքեն գլա, գսկսի սկալ բրգում, ջնշում և հոգիի խրովք, ուտուն կփորձես բադվել աստուծո և դագավին միացած կմնաս մեգումը որ իր հոգվույն մեջ երբեք չարժ է որեր, ինչ որ ասված կհիմնե կուգյանքիտ մեջ Ովդի բաժանում են ետքը աստված կսե Աբրահամի հիմա աչքերդ վերցուր ու չորս կողմդ նայե Հիսուս հարավ արևելք և արևմուտք վասնձի այդ բոլոր երգիրը որ գտեսնես քեզի ու սերունդիդ պիտի տամ հավիտյան հասկանալի է թե աստված չի հայտնեց իր ամբողջական խոստումները Աբրահամի մինչև որ Ովդ հեռանա Սպասեց, որ Աբրահամ ծքեր այդ բոլոր հարաբերություններու ծանրությունները նախքան առնելը իր հաջորդ քայլին, որով զինք պիտի պատվեր ու մարդկության դրվելիք ամենաբարձր դիտողով որպես ասկերու հայրը։ Սիրելիներ, Աստուծո պատկամը շատ հստակ է այսօր մեզ ամեն մեկուն որպես երկնային ճամփորդներ, եթե մեզ մեկուն այս ճամփորդության հնգերանան անձեր, մեզի շատ մոտ կամ մեզ հեռու, որոնք հոգվով ճշմարտությամբ, երկյուղածությամբ և լրջությամբ չեն գալեր երկին տանող ճամփան, հարգե որ զայն դուրս ցկենք զանոնք մեր կյանքերեն, խոհեմությամբ Աբրահամի պես որբեսի արգելք չդառնան մեր երկնային ուղևորության ու մեր առնելիք աստվածային օրհնություններուն, որոնց մենք ալ պիտի հլանք օրհնությանց հասնող խոնարհ ծառաները մեր երկնավոր հորը իր բարքին համար ամեն դեր օրհնեցես եւ օրհնյալ օրը բարգեւի բոլորիդ